Ամենա մուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ թանկագին բարեկամներ, իմ փոքրիկ հեռուստադիտողներ, իմ շնորհալի նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ողջունում են ձեզ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները։ Ողջունում եմ մեր լավագույն բարեկամ SM փղիկ խաղալիքների խանութ սրահ, որը ձեզ համար ներկայացնում է այս հետաքրքիր մրցանակ խաղալիքները, ապա նայեք, խոսող տիկնիկներ, ավտոմեքենաներ, այնտեղ ձեզ քաջածանոթ հերոսներն են, Մաշան Արչուկը, տղաների համար նվերներ, գրչատուփեր եւ այլ։ Նույնիսկ ունենք այստեղ կախարդական տախտակ, նկարչական, դուք նկարում եք ինչ ցանկանում եք, հետո ունենք այնտեղ կոճակ, սխմում եք եւ ինքնուրույն ջնջում եք նկարը։ Այսպես ողջույնները շարունակվում են, սիրելի փոքրիկներ, ողջունում են այլ ձեզ ով գտնում է այս տեսախցիկի ետևում, ժամապահ Քերի, փոքրիկները քեզ ողջունում են եւ խնդրում են, որ մեզ երկար ժամանակ տաք Քերի Մուլտիկնիկի հետ երեխաները կարողանան նկարել այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին։ Հիշում եք, չէ՞, SM փղիկը եւ Քերի Մուլտիկնիկը ձեզ համար մրցույթ էին հայտարարել։ Առաջի աշխատանքում մենք նկարեցինք փղիկ, հետո վերագրեցինք երկրորդ աշխատանքը հորթուկն ու կաղինը։ Այսօր էլ մեր մրցույթին մասնակցում է մի աշխատանք, այսպիսի վերնագրով Փափուկ խաղալիք Արչուկը։ Գրեք Փափուկ խաղալիք Արչուկը, գուցե այնտեղ շարունակեք խաղալիքների խանութում։ Այսինքն մենք նկարելու ենք խաղալիքը Փափուկ Արչուկ, դե իհարկե մուլտիպլիկացիոն։ Ես ձեզ ամենակարևորը հեզ ձևով եմ սովորեցնելու նկարել այս հերոսին, ամենափոքրիկները կարող են նկարել այս Արչուկին, շորիկով, հետաքրքիր, հետո մայրիկների, հայրիկների կամ տատիկ-պապիկների հետ միասին հորինում եք այս վերնագրով Փափուկ խաղալիք Արչուկը վերնագրով մի պատմություն, դնում ծրարի մեջ նկարը, ձեր նամակը, ձեր պատմությունը ուղարկում Քերի Մուլտիկնիկին։ Մենք SM փղիկի հետ կորոշենք լավագույն նկարի հեղինակներին, պատմության հեղինակներին եւ կնվիրենք այս խաղալիքներից մեկը ձեզ սիր։ Գուցե դուք դառնաք այս խաղալիքների տերը, բա։ Ինչ ենք անում։ Արչուկին նկարելու համար, տեսեք, ես նախ եւ առաջ, որպեսզի կալորիկը գեղեցիկ ստանամ ու կարողանանք տեսնում եք, Քերի Մուլտիկնիկը միշտ կողքից է նկարում, մի քիչ դժվար է կողքից նկարել եւ կալորիկը ստանալ, բայց կետիկներով կանեմ գլուխը մեր Արչուկի։ Ձեզ սպիտակ թղթիկները պատրաստ են, չէ՞։ Գունավոր մատիտները, անպայման ռետինի ջնջոց պահեք, որպեսզի սխալվելուց մաքրեք ու նորից նկարեք։ Տեսեք, ես վարպետ մատիտով եմ նկարում մարկերով, հետո յուղամատիտներով, դուք սովորական մատիտով նկարեք, սխալվելուց կարողանաք ուղղել։ Տեսեք, ես մի կլորիկ գլուխ եմ նկարելու, բայց կետիկներով, ուշադրություն, որպեսզի կլորիկը լավ ստացվի։ Այսպես։ Ինչու եմ այսպիսի կետիկներով նկարում։ Քանի որ մենք ասում ենք Փափուկ խաղալիք Արչուկ, այն պետք է մի քիչ բրդոտ լինի մեր Արչուկը։ Դրա համար այս կետիկները զիգզագաձև գծիկներով այսպես միացնելու եմ իրար։ Բրդոտ երևալու համար։ Ստացվեց ձեզ մոտ։ Հիմա կլորիկը տեսնեմ ինչպես է։ Վատ չէ, Քերի կլորիկը։ Քերին ասում է, ահա։ Հիմա ականջները էլի կետիկներով եմ նկարելու։ Այստեղ ուշադրություն։ Կետիկներով ականջներ 1, կետիկներով ականջներ 2։ Էլի այս կետիկները զիգզագաձև գծիկով միացնելու եմ իրար, այսպես։ Ստացվեց չէ որ բրդոտ է, մազիկները արդեն երևաց, շատ լավ է։ Ականջներին խորություն եմ տալու, 1, 2, հիմա կենտրոնն ենք գտնելու, օպ։ Մեր Փափուկ խաղալիք Արչուկի քիթիկն ենք նկարելու, տեսեք ինչպես։ Այսպես մի կոր գծիկ եմ անում, ներքևի մասում այսպիսի սուրճ ծայր, քիթիկը պատրաստ է, եթե փայլիկ էլ թողնենք ամբողջովին սևով ներկենք, տեսեք Արչուկի քիթիկը արդեն պատրաստ է, բա, դժվար չէ, եթե ծուռ է ստացվում ինչ-որ մի բան, անպայման ռետինի ջնջոցով մաքրեք եւ նկարեք այնպես ինչպես հարկն է։ Գծիկ դեպի ներքև, աջ եւ ձախ, այստեղ ուրեմն դունչիկը այսպես ես կառանձնացնեմ, կետիկներով,
մի քիչ դժգոհ է։ Դուք կարող եք պատմության մեջ գրել, թե ինչու է մեր արջուկը այսպես դժգոհ կամ տխուր։ Լավ, աջ եւ ձախ մասերում այստեղ թեք գծիկներ կանեմ։ Ուղղակի կլորիկներ 1 2 Էլ ձվածև չենք նկարի նոր սևիկը, միանգամից սևիկ կնկարենք աչքը։ Ու փայլիկ ենք թողնելու աչակողմյա մասում 1 2 Ունքեր էլ կարող եմ տալ, հոպ, այսպես, հոպ Դունչկի վրա կետիկներ 1 2 3 1 2 3 Հիմա բարակ մատիտը ես վերցնելու եմ, դա կարող ենք շագանակագույնով էլ անել, բայց որպեսզի ձեզ հասկանալի լինի, որ այն բրդոտ է։ Այսպես ուրեմն գծիկներ կանեմ։ Մի քանի, հետո գունավոր մատիտով գծիկները կշարունակենք։ Այսպես։ Քանի որ ասացինք խաղալիք է, տիկնիկ է, եւ դուք հենց խաղալիքի մասին պետք է պատմություն հորինեք, ես նորեն հագուստներ կտամ։ Շապիկ ասենք թե, այստեղ ուշադրություն, օձիքը։ Հիմա օձիքն ենք նկարում, այստեղից հոպ, 1 հոպ, 2 Շատ լավ է։ Շապիկը շատ հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնել նկարել, որպեսզի չասեք քերի մուլտիկնիկա խր մեզ համար դժվար է, ինչպես նկարենք եւ այլ։ Այստեղից սիրելի փոքրիկներ, շապիկը այսպես իջնում ենք զուգահեռ մի քիչ թեքությամբ։ Միացնում ենք իրար, այստեղ փոսիկ, հոպ, սուրանկյուն։ Գծիկը շարունակում ենք վերև, նույնիսկ հագուստին կոճակներ ենք տալիս 1 2 հոպ, Հիմա ձեռքերը կնկարենք, գործողության մեջ կարող ենք նկարել, կարող ենք որպեսզի ձեզ համար հեշտ լինի, ուղղակի թևիկները կախել։ Դե մեծերը կարող են գործողության մեջ նկարել, իսկ փոքրիկները ուղղակի այսպես քերի մուլտիկնիկի նման կախեն թաթիկները։ Այսպես, սա թաթիկներն են, սա թաթիկներն են։ Մնաց տաբատը։ Դե գիտեք, տաբատը մենք ինչու ենք տաբատ անվանում, որովհետև հայերեն դե մեծերը շալվար են ասում, հայերեն հենց շալվարը կոչվում է տաբատ։ Այստեղից տաբատն եմ նկարելու, այսպես կորգծիկով 1 2 Հետո այստեղ կորգծիկներ եմ անելու, նոր տաբատի թևիկները 1 2 Այսպես ու ոտքը սիրելի փոքրիկներ, հոպ։ Տեսեք ինչ հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնում, հոպ։ Գծիկներ ոտիկի վրա։ Եվ ոտքի տակ երևի թե ստվեր նկարեմ սևով։ Շատ լավ է։ Այստեղ էլ հոպ։ Այստեղ գծիկով կբաժանեմ հատակն ու ստացվեց մեր հերոսը։ Արջուկը պատրաստ է, ուղղակի պետք է նրան ներկել։ Ես ուզում եմ արջուկին շագանակագույն ներկել, դե հագուստը մի այլ գույնով կներկենք։ Տեսեք ինչ ենք անում, կսկսենք ականջներից, բայց զուգահեռ գծիկներով ներկեք, որպեսզի ձեր արջուկը ամբողջովին բրդոտ երևա։ Կարող եք նաև մոխրագույն արջուկ ներկել, բայց գունեղ լինելու համար ես շագանակագույն վերցրի։ Հիմա աչքերը այսպես կընդգծեմ, սպիտակ մասեր թողնելով, դունչիկը չենք ներկելու ընդգծված, այսպես, էլի զուգահեռ գծիկներով մեր արջուկին ներկում ենք, այսպես, դունչիկը հիմա ես առանձնացնում եմ, չեմ ներկում շագանակագույն, այստեղ կարող եմ ուղղակի ներքևի շրթունքը ընդգծել, Կարծում եմ բարդություն չկա։ Ես թողնում եմ, կարող են մեծերը մի փոքր մեր փոքրիկ նկարիչներին օգնեն։ Գլուխը ներկեցիք, շատ լավ արեցիք, հիմա թաթիկները։ Այսպես թաթիկներն ենք ներկում, այստեղ էլ, ոտքի թաթիկները կարող ենք ներկել, քանի որ ստվերը դեպի ձեզնից ձախ է, աչակողմյա մասը մի փոքր կլորացնենք, շատ մուգ կներկենք, ձախակողմյա մասը ավելի թույլ երանգով, այսպես, նույն ձևով ձախ ոտքը կանենք։ Շատ լավ է։ Կարմիր մատիտը վերցնելու եմ, կոճակները չգիտես ինչու որոշեցի կարմիր ներկել։ Շապիկը դեղին եմ ներկելու։
Յուղամատիտով ավելի հեշտ է ստացվում։ Տեսեք, ես ընդգծում եմ, այսպես։ Եթե սպիտակ մասեր են մնում, ավելի լավ, կողքից նայող կիմանա թե փայլիկն է, ձեր շապիկի, թևիկի, այսպես։ Տաբատը կարմիր եմ ներկելու։ Ինչ կասես քերի։ Ասում են լավ է, այո, կարմիրը ավելի գունեղ է։ Բայց սիրելի փոքրիկներ, ընդգծելուց հետո տեսեք, քանի որ մենք նաև լույս ու ստվերի հետ ենք խաղում մի փոքր, այսպես, ընդգծելուց հետո մենք ձախակողմյա հատվածը ավելի մուգ ենք ներկելու, քան աջակողմյա հատվածը, ոտքի թևիկների, այսպես, հիմա մի քիչ դեղին կխառնեմ և վերջ, այսպես, Գծիկից ներքև կանաչ կանենք, վերևն էլ մի այլ գույնով, ուղղակի սպիտակ թղթիկը կճնշենք, որպեսզի ձեր հերոսը մեր այս փափուկ խաղալիք արջուկը ավելի լավ երևա, իսկ ես հիմա ժամանակ կստուգեմ, թե ինչքան ժամանակ է մնացել։ Օ, մենք երկար ժամանակ ունենք, քերի։ Առանց շտապելու կարող ենք ներկել։ Հիմա գծիկից ներքև եթե նկատում եք։ Երևի սա խաղալիքների խանութի հատակն է, այս կանաչը, ոչ թե խոտիկներ։ Գուցե խաղալիքների խանութից արջուկը ձեզ մի փոքր օգնում եմ։ Արջուկը փախել է ինչ-որ միտեղ, հայտնվել անտառում, բայց խաղալիքի արջուկը ինչպես կարող է անտառում ապրել։ Այ հենց դրա համար էլ դուք ձեր մեծերի հետ հորինեք պատմություն մի հետաքրքիր։ Նկարեք մեր արջուկին, գուցե նկարեք ձեր արջուկը որտեղ է գտնվում։ Հա, ձեր նկարով արդեն պարզ կդառնա ձեր արջուկը որտեղ է գտնվում։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, ես ուզում եմ մի փոքր էլ գեղեցկացնել նրան շապիկի վրա այսպես գալարաձև նախշեր անելով։ 1, 2, 3, այսպես շարունակ։ Դուք ուրիշ նախշեր կարող եք անել, կարող եք ծաղիկներ նկարել։ Ձեր արջուկն է, ինչ որ ցանկանում եք, կարող եք հագցնել։ Ավելի գեղեցկացավ հագուստը։ Վերջ, ապրի արջուկը։ Դունչիկը մի քիչ կեզրագծենք, այսպես դեղին մատիտով, այստեղ, ականջի խորքը դեղինով այսպես կներկեմ, մի քիչ երանք կտամ, մազերը ավելի լավ երևա արջուկի։ Այ հիմա, ինչ եմ նկարելու։ Լավ, եկեք, քանի որ այդպես ենք պայմանավորվել։ Եկեք, քերի մուլտիկնիկը որոշեց, որ արջուկը խաղալիքների խանութից մի անգամ դուրս եկավ, դե հեքիաթի սկիզբն եմ ասում, հետո դուք կհորինեք և հայտնվեց, նայի խոտիկներ եմ նկարում, անտառում, բայց խաղալիքի արջուկը, դե դուք դա ինքներդ հորինեք, իմ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Հորինելուց հետո գեղեցիկ նկարում եք և ուղարկում քերի մուլտիկնիկին։ Ետևի մասում անտառը բանը չեմ նկարի, ուղղակի սպիտակ թղթիկը այսպես կճնշեմ կապույտ մատիտով։ Թողնեմ որպես տնային աշխատանք։ Դուք ձեր մանկական երևակայությամբ շարունակեք, թե այս կապույտ յուղամատիտի փոխարեն այնտեղ հետևում, հեռվում ինչ կարող է լինել։ Գուցե հեռվում լինի խաղալիքի խանութը, որտեղից արջուկը դուրս է եկել և եկել անտառ, կամ գուցե անտառը լինի։ Դա արդեն ըստ ձեր մանկական երևակայության։ Տեսեք, ես ուղղակի սպիտակ թղթիկը ճնշում եմ կապույտ մատիտով, որ դուք իմ փոքրիկ բարեկամներ ավելի լավ տեսնեք, թե ինչ եք նկարել քերի մուլտիկնիկի հետ։ Ինձ դուր եկավ շատ գեղեցիկ խաղալիք է, փափուկ խաղալիք ստացվեց։ Ահա, մուլտիպլիկացիոն կերպար։ Վերջ ավարտեցինք իմ փոքրիկ բարեկամներ։ Նորից հիշեցնեմ, ովքեր մեզ նոր են միացել։ Սիրելի փոքրիկներ, մրցույթ քերի մուլտիկնիկի և SM փղիկի կողմից։ Նկարում ենք մեր այս շաբաթվա 3 նկարները, հիշում եք փղիկին, հորթուկը կաղինով, այսպիսի վերնագիր ունեինք, արջուկը խաղալիքների խանութից, այսպիսի վերնագրով հորինում եք մի պատմություն, նկարում եք հերոսներին
ուղարկում եք քերի մուլտիկնիկին։ Ովքեր ապրում են մարզերում կամ քաղաքի տարբեր մասերում, ուղարկում են իրենց նամակներն ու նկարները մեր ամփոփող հասցեով, փոստով։ Մի քիչ դանդաղ է նամակը գալիս, բայց ոչինչ։ Քաղաք Երևան մեր հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ ովքեր ապրում են Նոր Նորքի 5-րդ զանգվածում, հատկապես, կամ Նոր Նորքում, մի քիչ էլ մոտիկ է, կարող են իրենց նամակները, ծրարները, առաջադրանքները, հեքիաթ պատմությունն ու նկարները իրենց հետ տանել Նոր Նորքի 5-րդ զանգված SM Փղիկ խալիքների խանութ սրահ։ Հասցեն Արտեմ Նիկոյան 14, գլխավոր փողոցն է։ Այնտեղ խանութի մեջ կա կախարդական փոստարկղ, ձեր ծրարը գցում եք կախարդական փոստարկղ եւ այն 1 եւ 2 օրվա ընթացքում կհասնի քերի մուլտիկնիկին։ Գուցե դուք ավելի շուտ մրցույթին մասնակցեք եւ ախտող ճանաչվեք։ Գուցե նաեւ այս խաղալիքներից որևէ մեկը դառնա ձերը։ Բա այսպեսի առատաձեռնությամբ է հանդես գալիս մեր SM Փղիկ խաղալիքների խանութ սրահ։ Վերջ մեր ժամանակը մոտենում է ավարտին, իմ փոքրիկ բարեկամներ։ Հիշեցնեմ, որ մեր հերոսին նկարում եք, ուղղակի խնդրեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ, ուր է սև մատիտը, մի փոքր հիշեցնեմ, այս կապույտի փոխարեն ետևի մասում դուք կարող եք արդեն հեռու գտնվող պատմություններ նկարել, գուցե խաղալիքի խանութ, չգիտեմ ինչ, կամ գուցե անտառ, ծառերով լի, անպայման նկարը շարունակեք այնպես, ինչպես հորինելու եք ձեր պատմությունը, որպեսզի ձեր պատմությունը ընթերցելուց նայենք նկարին եւ տեսնենք, որ ճիշտ է այս պատմությունը եւ նկարը եւ պատմությունը համապատասխանում են իրար։ Վերջ։ Լավ, իմ բարեկամներ, մոտենում է մեր հաղորդման ավարտը։ Մենք մոտենում ենք ավարտին, ժամապահքերին արդեն իրեն կոտորում է, ասում է վերջ, պետք է հաղորդում ավարտել։ Ժամապահքերին է ձեզ ցտեսություն ասում, միշտ նոր հանդիպում։ Մեր արդյունքը մուլտաշխարհի բոլոր հերոսները SM խաղալիքների խանութ սրահ իր մրցանակներով, խաղալիք մրցանակներով հանդերձ եւ քերի մուլտիկները։ Վաղն ենք հանդիպելու, վաղը հետաքրքիր հեքիաթ ներկայացում ենք դիտելու, այնտեղ էլ մրցույթ հայտարարելու, դե կհանդիպենք վաղը։ Իսկ հիմա աշխարհի ամենակախարդական խոսքը, որից հետո քերի մուլտիկնիկը անհետանում է։ Ալբուլդա, միշտ նոր հանդիպում։